Հարց է ծագում, ընդհանրապես մենք Նիկոլ Փաշինյանին հավատալու որևէ հիմք ունենք, թե չէ։ Ես հիմա ավելի կոշտ կասեմ։ Մենք իդեմս Նիկոլ Փաշինյանի ունենք գործ մի հրեշավոր խաբեբայի հետ, որի հենց խաբեբայությունը, հենց սեփական ժողովրդին մշտապես խաբելու քաղաքականությունը բերել է աղետալի հետևանքների։ Իրականությունը հետևյալն է. Փաշինյանը խաբում է եւ այն մասին, որ հաստատված է խաղաղություն, եւ այն մասին, որ իր չընտրվելու կամ համանրական մեծամասնություն չստանալու դեպքում լինելու է աղետալի պատերազմ։ Երկու հարցում էլ նա մեզ խաբում է։ Ես հիմա դիմում եմ մեր ժողովրդին, մեր հանրությանը։ Մենք վերջապես մեր ամբողջ ժողովուրդը պետք է ամենայն պարզությամբ գիտակցի, որ մենք գործ ունենք մի հրեշավոր խաբեբայի հետ, որը պատրաստ է ցանկացած ստորության ու մանիպուլյացիայի հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկացնելու, սեփական իշխանությունը պահելու նպատակով։ Նա խաբում էր թրիփի մասին հերքելով, հիշում եք, 99 տարով ամերիկյան կառավարության փայատիրությամբ ընկերությանը գերակշիռ փայատիրությամբ հանձնելու տեղեկությունները, որ մենք ասում էինք, հերքում էին, հետո դա հաստատվեց 2026 թվականի հունվարի 14-ի հուշագրով։ Խաբում էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Մեղրի ճանապարհի տրամադրելու պարտավորությունների չկատարման մասին, ինչի հետևանքն եղավ Արցախի կորուստը, ու արդեն փակված պատմություն է։ Խաբում էր 2021 թվականին, երբ որ հիշում եք ընտրությունների ժամանակ հայտարարել էր, որ մենք այլևս ապրում ենք խաղաղության դարաշրջանում։ Այս մոռանում ենք, ինքը մեզ արդեն մի անգամ բերել է խաղաղության դարաշրջան։ Այս ի՞նչ է, խաղաղության դարաշրջան համար 2-ն է, ու մենք դրա պիտի հավատանք։